Բարի երեկո սիրելի ֆուտբոլասերներ, խաղային շաբաթը շարունակվում է մեզ մոտ, խաղային երկրորդ օրն է մեկնարկում մեզ մոտ եւ այսօր էլ երկու հանդիպում կդիտենք միասին։ Առաջին հանդիպումը այսօրվա քիչ անց կմեկնարկի, միմյանց հետ մրցում են Միլանը եւ Արարատը Եվրոպա լիգայի խմբային տուրի։ Երկրորդ տուրի հանդիպում խաղը մեկնարկած է։ Եվ հիմա անցնենք թիմերի հայտացուցակներին, այսօրվա նոմինալ դաշտի տերը Միլանն է, Միլան, դարպասում է համար 1 Հովհաննես Ղազարյանը, համար 2 Վլադիմիր Անդրեսյան, համար 3 Արման Յունուս, համար 5 Արտաշ Շուլիկյան, համար 7 Արսեն Բաբախանյան, համար 8 Նավակ Գեորգյանյան, համար 10 Գևորգ Գրիգորյան, համար 11 Սերգեյ Գալացյան, համար 14 Լեքսուս Սահակյան, համար 30 Նարեկ Սահակյան եւ համար 80 Համբեր Հակոբյան։ Տեսնում ենք Միլանն է անցել գերոյի։ Սակայն խլեցին Գրիգորյանից դակը։ Արարատ դարպասում է համար 1 Կիրակոսյանը, համար 3 թիմի ավարտվելիչ Հարությունյան, համար 6 Դավիթ Դավթյան, համար 7 Արտակ Սարգսյան, համար 8 Ղազար Ղազարյան, համար 9 Սամսոն Հարությունյան, համար 10 Զուհան Հակոբյան, համար 11 Ռազմիկ Հակոբյան, համար 22 Նարեկ Հարիբյան եւ համար 41 Արման Պողոսյան։ Խաղի մրցավարն է Գարիկ Գոգյանը։ Այսքանը պաշտոնական մասով հրաշալի փոխանցում էինք տեսել ձախ-եզրից դեպի Հովհաննյանը, սակայն Հովհաննյանի արվածը այստեղ փոքր լավ չստացվեց։ Երկրորդ խմբում են հայտնվել Արարատն է անցել վտանգով կարող լինել Ղազարյանը պտկեցին Գարիբյանը հարված կատարեց եւ արագ անցնում է Միլանը գրոհելու Գրիգորյան փայլում անցում Նանյան դա կերացված է եւ առաջին տուրի աղա երկու թիմերն էլ հաղթանակով են մեկնարկել մրցաշարը։ Եվ այս խաղին շատ լավ հարզավիճակով են մոտեցել։ Այսօր տեսնում ենք իրական թիմի ավագ Երաս Մանուկյանը բացակայում է Արարատի կազմից։ Նաև Արքև Աբրահամյանը շատ կարևոր խաղացողներից մեկը Արարատի կազմից բացակայում է նորից։ Մի քանի խաղերը բացակայեց Աբրահամյանը այսօր նա հայտացուցակում եւ հիմա տեսնում ենք առաջին անկյունայինը այս խաղի Արարատն է վաստակել Արարատի անկյունայինը ներածվեց
Ղարիբյան եւ շեղարված։ Նարեկ Ղարիբյանը։ Հացի այս երկու թիմերից երկրորդ խմբում են նաև հայտնվել Պալերմոն, Փարիզը, Մարսելը եւ Այաքսը։ Շատ հետաքրքիր խումբ է ձևավորվել։ Այլուն խաղերի պակաս չենք ունենալու։ Միլան Մեգնդակով, Նիկոլյան, Սյանի հետակը, Ժուրիկյան, դավանցավ, բացողի, Ուրանյանին գտավ աչես, նորից Ուրանյան, հարվածը չստացվեց, այստեղ Լիոնուսն է հայտնվում խորտացածին տեսնում ենք։ Շատարը տանեց Միլանի խաղացողը, այն հետում հարատինն եմ։ Պասիվ է Բաբախանյանը, Ավիտարցյանի հարվածը, այսպայն շատ չէ գնդակով հաղաշտում Արսեն Բաբախանյանը, Մանյան Բաբախանյան, Բաբախանյան, ակում տարան նրանից գնդակը, հարված դարպասից։ Լիկյան խորքից փոխանցում, կանխեցին այս փոխանցման ճանապարհը։ Հորյան Բաբախանյա փայլուն պատխաղարկում, սակայն Դավիդարցյանը հաշալի գործեց, այստեղ էլ շատ են տեսնում ենք սխալների երկու թիմերի կողմից էլ հարմաշքոտ է տեսնում ենք խաղադաշտում այս պահին։ Խեց գրոյեզրը Արտակյանը, Հարությունյան, բանգավոր էր, նորից գնդակ հեռացված է, Հարությունյան և բրկեց իր թիմին Հովհաննես Ղազարյանը, Ակյունային,
Ստիպված է անկյունային Գավթյան, ակեցին արվածը Գավի Գավթյանին, հիմա կարող է հակագրոել Միլանը, շատ արագ վերադարձան, այսօրվա խաղի հյուրերը, զգում ենք խաղի տեմպը փոքր անկավ, Բախանյան կրեն փոխփոխացում է։ Սրատը չունեցավ և Սարգսյանը հիմա էլ հեռվից փորձեց։ Լավ նկատեց Նավասյանի կենտրոնում, Գրիգորյան մեկով շրջանցեց, Յունուս և դարպասացողն է բրկում, հիմա Արարատին նորից Յունուս բարձր է, Համադ Յունուսի արվածը, ստում ենք հարչևում էր հայտնվել Միլանի պաշտպանը, և երկու արված կատարեց ամենավտանգավոր պահը այս խաղի դրությամբ Յուսի հարվածն էր և դարպասածողը տրկեց Արարատին 10 րոպե անցավ մեկնարկից և հաշիվը բացված չէ մեզ մոտ Գրիգորյան Հալացյան լավ խաղարկումներ Շարությունյանը այլ պաշտպանությունում են լավ գործում Լիկյան, սնում ենք մի փոքր առածքային առավելություն ունի այս պայն Միլանը Գրիգորյան նորից հրաշալի անցում անգավոր կարող է լինել Հալացյանն է փորձեց այս անգամ էլ Հանգիստ պայի սա մի կայնից պասիկ Արարատը խմբային քուլի առաջին խաղում ցեց Այաքսի հետ և 0 հաշիվ այդ խաղում գրանցվեց նրանք իրենց առաջին միավորները վաստակեցին Եվրոպա լիգայի խմբային քուլում Միլանը բացման խաղում այս խաղը Եվրոպա լիգայի մրցեց Փարիզի հետ և հանքել անգամ գոլ գրանցեցին այդ խաղում, սակայն երկուսը բաց թողեցին Ազարյանը, որ հանդիպում չանցկացրեց այդ խաղում Աներմոն էլ
Շեցման կարգով Մարսելին։ Նշեմ վտանգավոր էր Բաբախանյանը հերվից գործեց։ Շեցման կարգով նշեմ Պալերմոն էլ Մարսելին ախտեց եւ այդ 3 թիմերն այս պահին խաղորում են 7 խմբի Սաշարյան Լուսակը Ալացյան հրաշալի արված էր կատարել Փայլուն սեյվ իրապ Կիրակոսյանի Ցունանյան եւ գոլ Հաշիվը բացված է մեզ մոտ Միլանը կարողանում է հաշվի մեջ առաջ անցնել Էրո Ունանյան 1-0 Էրո Ունանյան 1-0 հանդիպման հաշիվը բացված է Միլանը կարողացավ Հաշվի մեջ առաջ անցնել Խալացյան Սերվից արված Եվ հիմա Արարատը պարտվողի կարգավիճակում է այս պահին Տեսնենք նրանք ինչպես պատասխանեն այս գոլին Պայլում սան կողոսից, հրաշալ է այսօր գործում Ակսյան Արարատն է հացել գրոյի, բարվածը պակված է և հիմա կարող է արակ նետվել հակակր, այստեղ Միլանը Գրիգորյան, ուշացրեց փոխանցումը Գևոր Գրիգորյանը Այլ արակ անցավ գործի Արարատը Ղարիբյան տրվեց Աղաց դարձյան հետ կրկին Ղարիբյան և Սահակյանին չկարողացավ շրջանցել ի վերջո Ղարիբյանը հիմա վտանգավոր կարող է լինել ոչ Գրիգորյանը այստեղ առաջ թողեց գնդակը Ղարիբյան Կաչեզրում է այդպվել նարով Ղարիբյան Ծառաջ գնդակը վտանգավոր է և ինչպիսի դիրքից Սամսոն Արությունյանը չկարողացավ գրավել դարպասը Յունուսն է այստեղ էլ բրկում իր թիմին Հիմա մի փոքր խաղը բացվեց տեսնում ենք հիմա Միլանն է անցել հակագրոյի Բաբախանյան Զավարությունյանին հրաշալի փոխանցում կատարեց և Գևոր Գրիգորյանն է հիմա էլ հաշիվը դարձնում մեզ մոտ 2-0 փայլուն էր այս խաղարկումը Միլանի ֆուտբոլիստների կողմից Գևոր Գրիգորյան 2-0 կրկնապատկում է իր առավելությունը այս խաղում Միլանը և այն փոխանցումն էլ կատարեց Արսեն Բաբախանյանը նորից ավելացնում է Միլանը Ունանյան վտանգավոր էր Որսած գնդակը Կիրակոսյանը արդեն շատ լավ Առավելությամբ արդեն կարող է նրան տենալ Միչման Մանյան Դավթյանին կարողացավ շրջանցել Դավթյան շտապեց
Դավիթ Դավթյանը։ Յունուս լավ նկատեցին Զախեզրով առաջ շարժվող Խալացյանին, Այցյան, Գրիգորյան, վատ չեն համագործակցում միասին Գրիգորյանը և Խալացյանը, կրկին Խալացյան և փոքր թույլ էր այս անգամ Խալացյանի հարվածը Հարությունյանը խլեց գնդակ և նետում է Արագգրոյի Արարատը Հարությունյան և դարպաս սապայի վրա է հարվածը Հարությունյանը տեսնում ենք և Աբրահամյանի բաց է կարծինով Ալիս է զգացնել տալիս է Հիմա էլ սխալվում է Կիրակոսյանը Խալացյան շտապեց Խալացյան այստեղ Չեղում ոչ մի խաղացող չկար Արարատի կարող էր պահել գնդակը Խալացյանը առաջ շարժվել և նոր եզրափակել մի քանի րոպեները առաջին կեսի ավարտի Իրանը հաղթում է 2-0 հաշվով Արարատին Սարգսյան, Ղարիբյան և հաղթում նշանակեց այստեղ ցավարը Տեսնենք Տուգանային Արարատին Արեգ Ղարիբյան հարված և շեղեր Ղարիբյանի հարվածը շտապում այստեղ գնալիքները դաշտի կենտրոնում խլեց գնդակը Արարատը Ղարիբյան Լիքյան լավ նկատեց կենտրոնում Խալացյանին Ունանյան և խլեցին Ունանյանից գնդակը Հարությունյան Ռապարակ Դավթյան Եվ
Վերջ մրցավարը սուրում եմ, առաջին կեսն ավարտված է, Միլանը հաղթում է 2-0 հաշվով, Արարատին ընդմիջում կվերադառնանք մի քանի րոպեից։ Վերադարձանք սիրելի մեկնարկած է մեզ մոտ եւ առաջին կեսը հաղթում եմ Միլանը 2-0 հաշվով Արարատին։ Ունանյանի եւ Գևոր Գրիգորյանի գոլերը աստային հաղթանակ են պատկերում Միլանին։ Առաջին կեսը Անուր Արման Ծառավելությամբ անցավ եւ տեսնենք երկրորդ քառակեսում ինչպես կանցկացնեն երկու թիմերը։ Առաջինը պետք է Արարատը ինչ-որ բան ձեռնարկի։ Փոխանցում հրապարակ կրկին Չասավ Վերոնանյանը Արարատը Արարատը գրոյի Արիբյան երվից արված Ղազարյանը փրկեց իր թիմին Ունանյան Ազատ էր այնտեղ Բաբախանյան և մխրճում է գնդակը Իրապ Կիրակոսյանի դարպասը Արսեն Բաբախանյանը 3-0 Բաբախանյան 3-0 Կեսի մեկնարկում փոքր էլ մեծացրեց այս և Բաբախանյանը այն փոխանցմանը ավելացում իսկ Ունանյանը գոլին ավելացրեց գոլային փոխանցում երկուսն էլ այսօր արդյունավետ են տեսնում ենք խաղադաշտում անկյունային տեսնում ենք Արարատի ուղին, այսօր շատ են անկյունայինները Արարատի և այստեղ սպակականցում անցավ ակագրոյի Արաքելյանը Յունուս Ունանյան Չեզրում նորից ազատ էր Բաբախանյան մտավ կենտրոն Յունուս և բացա չկայացավ Ահմեդ Յունուսի Միլանը փորձում է գրոհել Չեզրում արդեն ազատ է Ալաքսյանը ոչ Յանը որոշեց դակը այստեղ տալ Արարատին մեր իրավիճակում սխալվեց Միլանի ավակը
Սարգսյան, Արարատն է իմ այլ անցել գրոյի։ Արագ անցնում է հակագրոյի այստեղ Միլանը Բաբախանյան, փոխացում կենտրոն Խալացյան մտավ կենտրոն արվածը պակեցին, Խալացյան շարունակում է Միլանը գրոել, Խալացյան, պայլունացում և շեղի արվածում Սեյրան Խալացյանը Արագ անցավ գնդակը Միլանի Խալացյան ցածլից արված այս անգամ փորձում են Արարատի բացողների ինչ-որ անել, սակայն Այստային Աստել այս Խալացյան, շամի գտավ Խալացյան Նանյան երկու թիմերը նաև մրցում են երկրորդ դիվիզիոնում առաջին շրջանի հանդիպումը արդեն անցկացրել են շեմ, որ սկզբում Արարատը հաղթում էր 3-1 հաշվով Միլանին Միլանն էլ այդ ժամանակ մեկ հոգի պակաս էր խաղադաշտում անցկացնում բայց կարողացավ Միլանը ի վերջո կամային հատկանիշներ ցուցաբերել և քամբեք կատարել այդ խաղում և հաղթեց ի վերջո Միլանը 4-3 հաշվով այդ խաղը Արարատին Բաբախանյան արված և նորից գոլ դուբլ է ձևակերպում իր անվան դիմաց Արսեն Բաբախանյանը 4-0 Արսեն Բաբախանյան 4-0 ծածեց նորից առավելություն այս խաղում Միլանը և զեստը այսօր նրանք երկրորդ տանն մեջ հաղթանակը կտան փուլում Բաբախանյանի 5 էր 94-րդ գնդակը Արկությունում ապսկացավ երկրորդ հորիզոնական բախումների ցուցակում այստեղ միայն զիջում է Արշակ Գևորգյանին Բաբախանյանը 6 գնդակ հեղինակել Արցախի խաղացողը Ժուլիկյան Ռուսյանը մի փոքր անաճով Տարեց, սակայն կավացավ երկրորդ փորձից Սարգնդակը հիմա արագ նետվել է գրոյի այստեղ Արարատը ոչ Պասերը գրում է չէ Վից չի ստացվում Արարատի խաղը
Արբացյան Սուտուկանային հրապարակ և Յակոսյանն վերցրեց գնդակը Ասրոպ է անցավ երկրորդ կեսից, աննկատ և այս խաղակեսում էլ արդեն Միլանը երկու գոլ խփեց, երկուսն էլ Արսեն Բաբախանյանը, նորից Միլանը անցել է գործի, սակայն այս անգամ տեղում են պաշտպանները Արարատի, Հարությունյան, Ղարիբյան, Հակոբյան Պատեպ գրողներից մեկը տեսնենք Արարատի Սարգսյան Ղարիբյան ոչ շալի գործեց Սարգսյանը պաշտպանությունը Քոլյան կարող է հիմա հակագրել արագ Միլանը ներողություն Հունանյան տտվեց փայլուն Զիդանի ոճով այստեղ խաղաց Հունանյանը վտանգավոր էր Հալացյանի հարվածը Գայցավ կարծես թե հարված չէր ուզում կատարել Սեյրան Հալացյանը այնտեղ Արարատն է փորձել գրոհել Ղարիբյան Ղարիբյան Հատված դարպասից Լեցին գնդակը Հարությունյան Ռազալյանն է փրկում իր թիմին Բաց է անկյուրային է և Արտակ Սարգսյանը կրճատում է հանդիպման հաշիվը, այսօր էլ հանարիք դարպասը չպայեց Սովանես Ռազալյանը 4-1 Արտակ Սարգսյան 4-1 կրճատեց հաշիվը Աղարկումներ երվից արված Հալացյանի կողմից Եվ Արարատը նորից կարող է լավ գրոյի անցնել Հարությունյանը հիմա տվեց գնդակը Հակոբյան Հարությունյան փակված է Արմենը Ղարիբյան պայլում Հոտ Ղարիբյան և Սխալ փոխանցում կատարեց հիմա էլ արագ նետվում է հակագրոյի Միլանը Հավացավ այստեղ է լավ մշակել գնդակը Արսեն Բաբախանյանը լավ նկատեց Հունանյանին Ինչ կմտածի նորից հրաշալի էր ամեն ինչ
Եվ լավ էր նկատել Յունուսին Գանային հրապարակում։ Լավագույն խաղացողներից մեկն է։ Անյանը ավելին երկրորդ շալի անցումը կատարեց այս խաղում։ Սպայլու խաղարկումներ Հունանյան, այս անգամ թույլ էր արված Հունանյանի և շտապեց կարծիքով կարող էր այլ գնդակը նոր հարվածել, սակայն որոշեց միանգամից եզրափակել այս գրոհը։ Նորից վտանգավոր էր և առակիման հետում է իր թիմակիցներին գրոհի Հունանյան, մեկը Պումով փոխանցում Բաբախանյանի ուղղությամբ, Բաբախանյան և գրկեց իր թիմին Իապ Կիրակոսյանը։ Տեսնում եք իմ այդ Կուլիկյանն է խլում գնդակը, 4-1-ի Բաբախանյանին ասավ գնդակը և նորից կարողանում է հրաշալի եզրափակում տալ իր թիմի գրոհին Արսեն Բաբախանյանը 5-1։ Արսեն Բաբախանյան 5-1, հետրիկի հեղինակ դարձավ այս խաղում Բաբախանյանը և 5-րդ գոլը այս խաղարկությունում։ Նորից Միլանը անցավ գրոհի այսօր։ Ուզում էլ ավելի մեծացնել իրենց առավոտությունը։ Ալաքսյան տվեց գնդակը Ղարիբյանը և սլանում է առաջ Սահակյանից Գրիգորյան հրաշալի խաղարկումներ արված և գոլ և հիմա էլ Ամլետ Ակոպյանը դարձավ գոլի հեղինակ, Հունանյանն էլ գոլային փոխանցում կատարեց։ Ամլետ Ակոպյան կասկած այսօր լավագույններից է Արարատ անցանից գործի Ղազարյանը կրկեց իր թիմին Դակը վտանգավոր էր Ալաքսյան Գրիգորյան հանգիստ պտտվեց, արվածեց Կիրակոսյանը 2 փայլուն սև դիմաց գրանցեց
Չի մի քանի րոպեները ման ավարտին Անը երկրորդ աղենն է շարթանակը Անի Եվրոպա լիգայի խմբային փուլում Հենց միավորով այս պայն Հենց նյակը գլխավորի Շարային աղյուսակը Սպասի Շարժելի առաջ Հարությունյան վտանգավոր էր դարպասաձողը պրկեց հիմա Միլանին Արծես թե հպում կար Ազարյանից և անկունայինը անցնեմ Արկուսյան Իսկ չի կարողանում արարապը Կարվածել Արությունյան արված Ազարյան Очень, gut. Weg. Der Montag muss echt gut. Հակոբյան երբից սալված Ուրից ակունային Ակված է ակունայինը Սարգսյանը թացկից Շատ բացր էր John, laber dich down. Oh, schade. Վից հրաշալի արված Անյան Գրիգորյան բարձր է համացում Գրիգորյանը Սավարն է նայում ժամացույցին Ստացվեց և վերջ մրցավարը սուլում է հանդիպումն ավարտված է Միլանը ըստ հաղթանակի հասավ Արարատի նկատմամբ 6-1 հաշվով երկրորդ անուն մեջ հաղթանակը տարավ Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում և այսքան այս խաղի համար միջում վերադառնանք մի քանի րոպեից